Բարի գալուստ Civilnet, վերջին 3-4 ամիսների ընթացքում նավթի միջազգային գները շեշտակի անկում են ունեցել, մոտավորապես 25-30% արժեզրկվել է նավթը միջազգային շուկայում $110-ից իջնելով մինչև ընդհուպ $80 սահմանագծին։ Ես այսօր այս թեմայի շուրջ զրուցել եմ Հայաստանյան Forex Club-ի տնօրեն Միքայել Վերզյանի հետ։ Ողջույն, պարոն Վերզյան։ Բարև Կարեն։ Նայեք, վերջին 4 ամիսների ընթացքում նավթի գների այս շեշտակի անկումը բնականաբար պետք է իր ազդեցությունը ունենա Հայաստանի տնտեսության վրա, բայց նախքան այդ հարցը տալը ես կուզենայի իմանալ, թե ինչ շարժառիթներ եւ ինչ տնտեսական հիմքեր կան նավթի նման գնանկման հետևում, արդյոք դա առավելապես քաղաքական ենթատեքստով չի պայմանավորված, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ սովորաբար եւ նավթի գները անկում են ապրում, OPEC-ը կրճատում է արդյունահանումը։ Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ OPEC-ի հիմնական երկրներից մեկը Սաուդյան Արաբիան չի պատրաստվում կրճատել արդյունահանումը։ Ինչպես հասկանալ սա։ Առաջինը կուզենայի ասել, իհարկե հաստատել այն փաստը, որ իրոք նավթի գները վերջին 4 ամիսների ընթացքում բավականին կտրուկ ուրեմն սկսեցին նվազել, դրա տակ կան նաև թե տնտեսական, նաև կան աշխարհաքաղաքական խնդիրներ, այնպես է, որ գինը միանշանակ, այսինքն գնանկումը միանշանակ ձևակերպել ու պատճառը մեկ պատճառ նշել, դա կլինի մի փոքր սխալ երևույթ է։ Ինչը որ վերաբերում է OPEC-ին, այո, OPEC-ը վերջին իր խորհրդի նիստի ժամանակ որոշում այդպեսի չկայացրեց, որ արդյունահանման ծավալները կրճատվեն, նրանք հայտարարեցին, որ այդպիսի քայլեր հավանաբար կձեռնարկեն իրենց հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակ երևի թե արդեն OPEC-ի մասնակից երկրները որոշակի քայլեր ձեռնարկեն այդպիսի որոշում կայացնելու առումով, որովհետև գները բավականին շատ են նվազել եւ նրանք արդեն մոտենում են շահութաբերության ուրեմն մակարդակին։ Այսօր ընդունված է համարել, որ ինքնարժեքի նավթի, որոշակի նավթատեսակների ուրեմն բարդ արտահանման մեխանիզմներով ուրեմն արդյունաբերվող նավթի ինքնարժեքը մոտավորապես գտնում է 70-ից 75 գնային շեմի մոտ։ Քանզի գները հիմա նվազել են, հավանաբար այդպիսի որոշումը OPEC-ը վերջիվերջո դեկտեմբեր ամսին կայացնի։ Ինչը որ վերաբերում են այլ պատճառներին, որոնք որ իրոք ինձ պատճառը դարձան, որպեսզի գները նվազեն, այդտեղ կա տնտեսական մասը, առաջին հերթին դա այն է, որ համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը բերում են նրան, որ պահանջարկի մակարդակը կրճատվում է։ Մասնավորապես դա եվրոգոտու տնտեսության ոչ լիարժեք ու ոչ ցանկալի աճի տեմպերն են եւ իհարկե զարգացող երկրներում։ Այդ իսկ պատճառով պահանջարկի նվազման արդյունքում ուրեմն գները սկսեցին նվազել։ Բայց այստեղ կա եւս մեկ ֆակտոր, որը որ շատ կարեւոր է նույնպես կոնկրետ նավթի գների համար, դա ամերիկյան արժույթի կտրուկ արժևորումն է շուկայի ամբողջ կատարվածքով։ Այսինքն ամերիկյան դոլարը արժևորում է իր, կարելի ասել, համարյա թե բոլոր ուրեմն կոնկուրենտների նկատմամբ եւ քանի որ նավթի գները արտահայտված են ամերիկյան դոլարով եւ միջազգային շուկաներում վաճառվում են այդ արժույթով, հետեւաբար ուրեմն դոլարի արժևորումը կտրուկ իհարկե նույնպես ուրեմն ազդում է նավթի գների վրա։ Եթե մենք նայենք շուկայում, ապա կտեսնենք, որ արտարժույթի փոխարժեքի այդպիսի փոփոխությունը եւ նավթի գների անկումը նրանք համարյա թե նույն ժամանակահատվածից են սկսել, այսինքն հունիս ամսվա սկզբից։ Ամենահետաքրքիրը այն է, որ այո, դոլարը արժևորվում է, բայց դոլարի փոխարժեքի փոփոխությունը մյուս արժույթների նկատմամբ այնպիսի համամասնությամբ չէ, ինչ որ ռուբլու նկատմամբ։ Մեզ հատկապես հետաքրքրում է Ռուսաստանի տնտեսությունը, որը նավթից շատ կախված է եւ հետաքրքիր մի զուգադիպություն կա, որ ռուսական ռուբլին արժեզրկվում է այնքան, որքան որ նավթը միջազգային շուկայում, ինչպես հասկանալ սա։ Եվ արդյոք քաղաքական շարժառիթներ չկան, որպեսզի Ռուսաստանին ծնկի բերեն, որը կախված է նավթի, գազի արտահանումից։ Տեսեք, ուրեմն
Հետևյալ, այո, իրականում այդպես է, որ ռուբլին այսօրվա դրությամբ բավականին լուրջ պատմական մաքսիմումների վրա է գտնվում հիմա։ Մենք երեք ռուբլու փոխարժեքը հասել է 45 ռուբլու 1 ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այդ փոխարժեքը սկսված նորից նույն ժամանակաշրջանում, ուրեմն հունիս ամսվա սկզբից սկսված, ռուբլին սկսեց ոնց որ մյուս արտարժույթները դոլարի նկատմամբ, այնպես է ռուբլին սկսեց նվազել դոլարի նկատմամբ։ Տեսեք, սա համարյա թե միշտ այդպես է եղել, երբ որ նավթի գները նվազել են, ապա ռուբլին միշտ ռուբլու փոխարժեքը միշտ գտնվել է ճնշման տակ։ Դա պայմանավորված է նրանով, որ երբ որ նավթի գները նվազում են, ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ռուբլու փոխարժեքի անկմամբ նա կարողանա մեղմի այն արժույթային պակասուրդը, որ ինքը կստանա արտարժույթի անկման դեպքում, երբ որ նա առաջներում ասենք թե վաճառում էր 110 ռուսական կողմը վաճառում էր 110 դոլարով նավթը եւ իր 32 ասենք ռուբլի փոխարժեքով այդ արժույթային ծավալը ներկրում իր հանրապետություն, այսօր այդ անկման չափը կազմել է այնքան, ինչքան որ նվազել է համարյա թե նավթը եւ ինքը որոշակիորեն կոմպենսացրել է ռուբլու ծավալը շուկա մտնող դեպի ռուսական ուրեմն դաշնություն մտնող ռուբլու ծավալը նա չի նվազել։ Իհարկե նվազել է արտարժույթով հասույթը, բայց դե տեսեք ինչ է տեղի ունենում այսօր այդ արտարժույթի հասույթի անկման խնդիրը չի կարող մեծ խնդիրներ կամ խնդրահարույց չի կարող լինել Ռուսաստանի համար, ինչու, որովհետև այս սանկցիաները, որոնք որ կիրառվում են ռուսական դաշնության նկատմամբ, բերում են նաև նրան, որ նա կրճատում է իր կողմից ներկրումը, հետևաբար իրեն անհրաժեշտ չի այդպիսի բավականին մեծ ծավալներով արտարժույթ, որպեսզի կարողանա ապահովել իր ներկրումը եւ ունենա դրական հաշվեկշիռ ունենա։ Այդ իսկ պատճառով է ռուսական տնտեսությունը այսօրվա առումով այսօր դեռ չի նկատի գների այդպիսի անկումը։ Իհարկե ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը կբերի ներքին խնդիրների որոշակիորեն ռուսական խնդիրների, այո, գնաճ եւ այլն, բայց այսօր հասույթի առումով ռուսական կողմը դեռ ստանում է այն հասույթը, որը որ իրեն անհրաժեշտ է։ Գալով Հայաստանի խնդիրներին, նավթի միջազգային տատանումները, նավթի գնի միջազգային տատանումները մշտապես որոշակի ժամանակային լագով ազդեցություն են ունենում մեզ վրա, Հայաստանի վրա։ Հիմա կոնկրետ Ռուսաստանի դեպքում երկու խնդիր ունենք։ Առաջինը, որ մասնավոր դրամական փոխանցումները, որ գալիս են եւ շատ հաճախ ռուբլով են գալիս, դրան ծավալը արդեն բնականաբար կրճատվում է զուտ փոխարժեքի փոխման հետևանքով եւ նաեւ Ռուսաստանի ընդհանուր տնտեսական վիճակն է վատանում սանկցիաների եւ նավթի արժեզրկման արդյունքով։ Մենք Հայաստանում ինչպես հասկանանք այն երևույթը, որ դրամը շարունակում է քիչ թե շատ կայուն մնալ ընդհանուր դոլարի, եվրոյի նկատմամբ եւ արժեզրկումը տեղի չունենում այն նույն համամասնությամբ, ինչ ռուբլին է արժեզրկվում դոլարի եւ մյուս արժույթների նկատմամբ։ Տեսեք, ուրեմն, այո, իրականում ուրեմն Ռուսաստանից ստացող ֆիզիկական անձանց կողմից ստացող այդ հասույթները բավականին լուրջ արդեն կրճատվել են, ծավալները բացարձակ առումով, եթե տարեկան համեմատություն անենք, նրանք իրոք կրճատվել են սկսած հունիս ամսից, արդեն հունիս ամսից մինչև այսօր, ամեն ամիս մենք մոտավորապես 8-ից 10% բացարձակ առումով նրանց ծավալները պակասել են։ Այո, դա այդպես է եւ իհարկե դա պայմանավորված է նրանով, որ փոխարժեքն է այնտեղ ընկնում, ծավալները համարյա թե ռուբլու ծավալը նույնն է դուրս գալիս, իսկ մեզ մոտ հասնում եւ հաշվետվություններում ներկայացվող արտարժույթով ներկայացվող ուրեմն ցուցանիշները իհարկե նրանք ավելի քիչ են կազմում։ Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակը որոշակիորեն կշտկվի մինչև տարվա վերջ, քանզի ռուսական կողմը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր տնտեսությունը պահի նորմալ եւ ստաբիլ աճի տեմպերի վրա, այդ իսկ պատճառով էլ մենք դա անպայման կզգանք։ Ինչը որ վերաբերվում է նրան, թե ինչի մեր ներքին շուկայում գները չեն փոփոխվում, համամասնաբար ուրեմն
այն իրավիճակի, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, ես շատ երկար ժամանակ եմ ուրեմն վերլուծում եւ հետեւում մեր իսկ ներքին գները համեմատում համաշխարհային շուկաներում տեղի ունեցող ուրեմն անցուդարձի հետ, ոչ միշտ է, որ մեր գները հետեւում են այդ իրավիճակին կամ բոլոր այն տենդենսներին, որոնք որ զարգանում են ուրեմն դրսում եւ համաշխարհային շուկաներում։ Դուք ասեցիք, այո, որոշակի լագով, բայց այդ լագը չի կարող լինել ավելի քան, ասենք, 2-3 ամիսը, հա, իսկ մենք արդեն 4-րդ ամիսն է, ինչ մենք ինչպիսի տենդենս մենք նկատում ենք, անկման տենդենսը նկատում ենք համաշխարհային շուկայում, իսկ մեզ մոտ դեռ գնային փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում։ Բացի այդ, տեսեք, ինչը որ վերաբերում է մեր արտարժույթի, որ դուք նշեցիք, այստեղ հա մեր արժույթի ավելի շուտ փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ որ կայուն է։ Իհարկե նա որոշակիորեն կայուն է, բայց եւ այնպես պետք է նշել, որ անկում դրամի փոխարժեքի անկումը դոլարի նկատմամբ վերջին 2 ամիսների ընթացքում այսպես թե այնպես տեղի ունեցել է։ Տեսեք, իսկ այն հարցը, որ դուք բարձրացնում եք, թե ինչի է մեզ մոտ արժույթը փոխարժեքը ստաբիլ, այստեղ իհարկե կարելի է նշել անպայման մեր կենտրոնական բանկի ուրեմն կատարած աշխատանքը, որը որ ակնհայտորեն երևում է շուկայում, եւ ինչը որ ես որոշակիորեն ողջունում եմ, որովհետեւ եթե մենք դա թողնենք, որ մեր դրամը այն տեմպերով, որը որ տեղի ունենում, ասենք Ռուսաստանում, հա, այդ փոփոխությունը, այդ անկման տեմպերը կրկնվեն հանկարծ մեզ մոտ, դա մեզ համար շատ ավելի ցավալի կլինի, մեր տնտեսության համար շատ ավելի ցավալի կլինի, այդ իսկ պատճառով էլ ես ողջունում եմ այդ քայլերը, որ որոշակի պահպանողական, ասենք, քաղաքականություն վարվում է եւ դրամի փոխարժեքը արժեզրկվում է մի փոքր շատ ավելի դանդաղ, ասենք թե եթե համեմատենք մյուս շուկաների հետ։ Դա շատ լավ է, որպեսզի խնդիրներ չառաջանան մեր ներքին ուրեմն տնտեսության մեջ։ Արտահանողներն են տուժում, հայ, մանավանդ որ Ռուսաստանն է հիմնական իրենց շուկան եւ ապրանքները քիչ մրցունակ են դառնում։ Նաև ունենք վերջին վիճակագրությունը, որ արտահանումը այս տարվա 9 ամիսների կտրվածքով կրճատվել է։ Լիովին կիսում եմ ձեր կարծիքը, տեսեք, այսպես է իրավիճակը, ուրեմն այսօր ռուսական շուկան բավականորեն դատարկ է, մենք կարող ենք մեր տեղը գտնել եւ փորձել լրացնել բոլոր այն բացերը, որոնք որ ասենք եվրոպական սանկցիաներից հետո այնտեղ առաջացել են։ Այսօր մեր արժույթը, եթե մեր մրցակցության, հա, կամ մրցակից լինելու միակ կրիտերիան չի կարող համարվել միմիայն մեր դրամի փոխարժեքը։ Մենք պետք է առաջինը տեխնոլոգիական խնդիրներ լուծենք այստեղ մեր ներսում, մեր ներքին շուկան զարգացնենք, մեր արտադրողին օգնենք, որպեսզի նա կարողանա ել ավելի մրցունակ ապրանք արտահանի եւ իհարկե մենք աշխատենք ինքնարժեքի նվազման վրա, բայց միանշանակ խոսել այն մասին, որ պետք է անպայման ունենալ թույլ փոխարժեք դրամի, որպեսզի կարողանանք մրցունակ լինենք, դա ես չեմ կիսում, դա այնքան էլ այդպես չի, ու կարելի է իմ կարծիքով այս ամենը ինչը որ հիմա տեղի ունենում մեր շուկայում բավականին համամասնորեն է տեղի ունենում։ Հայաստանի համար շատ կարևոր է հանքահումքի, հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը եւ մեր արտահանման հիմնական կետն է։ 2008-9 թվականների ճգնաժամի պատմությունից մենք հիշում ենք, թե ինչպիսի հարված ստացավ Հայաստանը, երբ որ այդ մետաղի միջազգային գները, հանքահումքի գները շեշտակի նվազեցին։ Հիմա ներկա իրավիճակում որևէ կորելացիա, որևէ կապ կա նավթի միջազգային գների եւ մետաղների միջազգային գների միջեւ։ Դե իհարկե կորելացիա կա, միշտ չի, որ բոլոր հումքային ապրանքները միասին են փոփոխվում եւ կորելացիան հավասար լինում մեկի, բայց ընդհանուր առմամբ տենդենսը նույնն է եւ այո, համաշխարհային շուկայում բրնզի գները նույնպես նվազել են, ոչ այդպես շեշտակի ինչպես ասենք նավթի գները, բայց բրնզի գները հիմա գտնվում են $3, 1 ֆունտ ուրեմն բրնզի դիմաց
այդ գնային մակարդակի շուրջ են իրենք հիմա գտնվում, տոննայի առումով դա մոտավորապես 7200-ին մոտ գների շուրջ մոտ են գտնվում, այսպիսի իրավիճակում մենք դեռ կարողանում ենք ստանալ համապատասխան արտարժույթային այդ հասույթը, բայց տեսեք, այն հարվածը, որը որ մենք ստացանք 2008-9-ին, այդպիսի կտրուկ անկման դեպքում ես համոզված եմ, որ մեր արտադրողները պատրաստ չեն այդ տեսակ զարգացումների, քանզի մենք էլի խոսել ենք դրա մասին հենց միասին եւ մենք անընդհատ բարձրացնում ենք այն հարցը, որ բոլոր այն ռիսկերը, որոնք որ գալիս են համաշխարհային շուկաներից, այդ ռիսկերը պետք է կառավարվեն հենց այնտեղ եւ իրենց գործիքներով։ Այդ գործիքների մասին էլ մենք հաճախ խոսել ենք ֆյուչերսային եւ օպցիոնային բոլոր այն պայմանագրերը, որոնք որ բորսայական պայմանագրերը, որոնք որ օգտագործում են արտադրողները իրենց գնային ռիսկերը կառավարելու համար, մեր արտադրողները համենայն դեպս շատ ավելի քիչ են օգտագործում այդպիսի գործիքներ եւ նրանք այդ տեսակ ռիսկերից ապահովագրված չեն։ Մեր կարծիքն այդպեսին է։ Շնորհակալություն, պարոն Վերձյան, հիշեցնեմ մեր հյուրն էր Forex Club-ի տնօրեն, վերլուծաբան Միքայել Վերձյանը։ Մնացեք Civilnet-ի հետ։